Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք հայ բեռնափոխադրողների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Այս պահին Հայաստանի բոլոր մաքսային անցակետերը բնականon աշխատում են, սակայն բեռնափոխադրողների դժգոհությունը չի մարել։ Վարորդները սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստին եւ հույս ունեն, որ հարցը վերջապես կկարգավորվի։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը Հայաստանի տնտեսության համար եւ ինչ է անում կառավարությունը։ Զրուցելու ենք բեռնափոխադրումների մասնագետ, տրանսպորտային համակարգման պատասխանատու Ռուզաննա Մաղդեսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես ինչպես է գնահատում իրավիճակը եւ ինչպես է այս անապակումը ազդում Հայաստանի տնտեսության վրա։ Իրավիճակը բնականաբար այս պահի դրությամբ ծայրաստիճան լարված է, վատ տնտեսության համար եւ առհասարակ բոլոր կոմունիկացիաները, որոնք որ անցնում են Հայաստանով, այս պահի դրությամբ կարող են նորից պարալիզացվել։ Այս պահին սահմանային անցակետերը բաց են, որովհետև մենք ունեինք խնդիր, նաև մեր հայրենակիցները, ովքեր որ եկել հասել էին օրինակ մեր սահմանային անցակետի մոտ, ունեին ժամկետներ մուտք գործելու մեր երկիր, ինչը տրվում է Վրաստանով որպես տարանցիկ երկիր անցնելու համար։ Այդ ժամկետները չանցնելու հետագա ավելի բարդ խնդիրների առաջ չկանգնելու համար որոշում կայացվեց, որ պետքա բացվեն սահմանային անցակետերը։ Եթե օրենքը չփոխվի, բնականաբար եւ տնտեսությունը եւ բիզնես ոլորտը, որը կառուցված է լոգիստիկայի շուրջ, բեռնափոխադրումների շուրջ, անկում է ապրելու ու շատ մեծ թափով է անկում ապրելու, որովհետև ոնց գիտեք, լոգիստիկան, բեռնափոխադրումները դրանք բիզնեսի հիմքն են։ Այսինքն բոլոր ամեն ինչ, ինչը որ կատարվում է բիզնեսում եւ առհասարակ էկոնոմիկ դաշտում, լոգիստիկան է կարգավորում։ Լոգիստիկան չասենք միայն բեռնափոխադրում ակետից բեկետը, դա մեծ սպեկտր է, իսկ բեռնափոխադրումը դրա շարժիչ ուժն է։ Եթե մենք հիմա կոնկրետ թվերով խոսենք, այս պահի դրությամբ մեր արտահանում ու ներմուծումը տոկոսային, եթե նայենք, մոտավորապես 40% անկում է ապրում։ Մի քանի օրվա արդյունքում, որովհետև մենք մեր ընդհանուր այս լարվածության եւ հարցերի ոչ լուծելիության պայմաններում բարձրացվեցին բոլոր բեռնափոխադրումների արժեքները, կախված նրանից, որ ունեինք մեքենաների սղություն, վարորդները վախենում են դուրս գալ թե Հայաստանից եւ թե այնտեղից, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը վարորդների մուտքը չարգելեց իր երկիր, նույնիսկ այն վարորդների, ում նախանշված 90 օր ժամկետն անցել էր, բայց ելքի ժամանակ սկսեցին խփել այդ արգելքները եւ տալ նախազգուշացումներ, ումը որ արդեն մոտ էր 90 օրվան, 5 տարով դեպորտ լինելու եւ հետագայում եթե ունեն զգուշացում ու եթե այդ զգուշացման արդյունքում իրենք կրկնեին նույն բանը, զգուշացման արդյունքում 10 տարի էր դառնալու դեպորտը։ Դրա արդյունքում մեքենաների սղություն է առաջացել, հարցը ոչ միայն Հայաստանին էր վերաբերվում, Հայաստանին է վերաբերվում, այլ նաև Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան, բոլոր ԵԱՏՄ երկրներ, բացի Բելարուսից։ Մենք որպես լոգիստիկ ընկերություններ նրանց հետ նույնպես աշխատում ենք, տարբեր երկրների մեքենաների հետ, բայց քանի որ բեռնափոխադրումների հիմնական մասը կատարվում է մեր տեղական շուկայի վրա հիմնված, ուզում ենք սատարել հենց մեր տեղական շուկան։ Դրա հետ կապված սկսեցինք նույնիսկ այդ մեքենաների արժեքները ներկայացնել բեռնատերերին, բեռնատեր արտահանող ներմուծողների մասին է խոսքը։ Արդյունքում ստացանք պատասխաններ, որ իրենք կսպասեն, երբ որ կկարգավորվի իրավիճակը։ Հիմա խնդիրը ինչումն է։ 90 օրը չի բավարարում մեր վարորդներին հատել սահմանը, իրականացնել բեռնափոխադրումը եւ վերադառնալ Հայաստան։ Դա բավարար ժամանակ չէ, թե ինչն է խնդիրը։ Տեսեք, վարորդների հետ կապված առհասարակ 90 օրը վերաբերվում է միգրացիային, միգրանտներին, ովքեր գործունեություն են ծավալում ԵԱՏՄ որևէ երկրի լոկալ տարածքում ռուսական ինչ-որ ընկերության աշխատանքային պայմանագրով։ Բայց հայկական բեռնափոխադրումների մեջ ներառված ընկերությունները ռուսական ոչ մի կազմակերպության հետ չունեն աշխատանքային պայմանագիր, նույն վարորդը միգրանտ չեն։ Նույն վարորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսանում ու ունի պայմանագիր կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպության հետ։
Ըստ օրենքի վարորդները չպիտի ունենան սահմանափակում այդ 90 օրվա հետ կապված, որովհետև իրենց մոտ պայմանագրում նշված իրենց հետ ունեն աշխատանքային պայմանագրեր, գործուղման թերթիկներ, աշխատանքի ընթացքում հանգստի մեջ գտնվելու հետ կապված փաթեթը ունեն, որ իրանք հանգստի մեջ են եղել, նրանք ոչ թե գնում են այնտեղ աշխատանք ծավալելու, այլ գործուղման հետ գալու նպատակով։ Ինչ իրենց ենթադրում է, որ միգրանտ որպես վարորդին չենք կարող համարել։ Շատ լավ, միգրանտ չենք համարում, բայց 90 օրը արդյոք բավարար չէ գործունեություն ծավալելու եւ վերադառնալու Հայաստան։ Եթե ընդունեցինք, որ վարորդները միգրանտներ են ու 90 օր ժամկետն է տրվում, եթե օրինակ Բելոռուսը, Կազախստան եւ այլն իրենք ունեն այլընտրանքային ճանապարհներ երկիր մուտք գործելու համար, մեր միակ ճանապարհը դա Վերին Լարսի անցակետն է։ Եթե օրինակ ընդունենք, որ միգրացիայի օրենքը նաեւ վարորդներին է վերաբերվում, 90-օրյա ժամկետի մեծ մասը, մոտավորապես 60 օրը տարվա կտրվածքով վարորդներն անցկացնելու են Վերին Լարսի անցակետով, որովհետև միակ ճանապարհը Հայաստան մտնող Վերին Լարսի անցակետն է։ Հերթեր նկատի ունեն։ Հերթերը եւ եղանակային պայմաններով եւ եղանակի հետ պայմանավորված եւ առհասարակ ծանրաբեռնվածությունը անցակետի, որովհետեւ հիմնականում Վերին Լարսի անցակետը սպասարկում է եւ Թուրքիայի մեքենաներին, եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, եւ մենք եւ դեպի Պարսկաստան գնացող ճանապարհները։ Այսինքն եւ ծանրաբեռնվածությունը եւ եղանակը նպաստում են փակվելուն, ինչն էլ առաջացնում է այդ 90 օրվա մեջ 60 օր ուղղակի անցկացնել այդտեղ։ Նաև այսպիսի մի բան կա, այդ 90 օրվա ընթացքում մեքենան, որը որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկենք տարանցիկ երկիր, ենթադրենք մենք գնում ենք դեպի Կազախստան կամ այլ երկրներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում ենք որպես տարանցիկ երկիր, այդ փաստը հաշվի չի առնվում։ Նույնիսկ այն ժամանակահատվածը, որը մենք գտնվում ենք Ռուսաստանի տարածքում որպես տարանցիկ երկիր, դա գումարվում է Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետին։ 90 օրյա ժամկետի մեջ է տեղավորվում տրամաբանությամբ։ Պետք նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել էր, որ բեռնափոխադրողները ճգնաժամի մեջ են, իսկ էկոնոմիկայի նախարարը այդ ընթացքում քաղաքական գրառումներ է անում։ Կարող ենք ասել, որ ճգնաժամը միայն ոլորտային չէ, այլ արդեն դարձել է պետական կառավարման համակարգի խնդիր։ Ճգնաժամը իրականում պետական համակարգի կառավարման խնդիրն է։ Մենք որպես քաղաքացիներ, հարկատուներ, որպես բիզնեսով զբաղվող մարդիկ, կոպիտ արտահայտվեմ, բիզնեսով զբաղվող մարդիկ, մենք պահանջելու ու ինչ որ մի բան ստանալու ենք մեր պետությունից։ Այսինքն մեր հարցերը ուղիղ մեր պետության հարցերն են, որոնք դեռ տեղից չեն շարժվում։ Եթե Ռուսաստանի նախաձեռնությունը ձգձգվի այս հարցի կապակցությամբ այլընտրանքային ինչ ճանապարհներ ունի Հայաստանը հարցը կարգավորելու համար։ Մենք որպես երկիր հենց խոշոր առևտրային հանգույց ենք, այսինքն եթե դիտարկենք մեր երկրի տեղադիրքը, ամենալավ հանգույցում է գտնվում, այսինքն բարենպաստ տեղ է բոլոր տեսակի առևտրային ճանապարհների հատման կետ հանդիսանալու համար։ Այսինքն մենք կարող ենք օգտագործել այն փաստը, որ մեր երկրով անցնում են տարանցիկ ճանապարհները եւ Իրանի, որովհետև որպես այդպիսին Իրանը մենք ինչքան շփվել ենք բեռնափոխադրողների հետ, մեծամասամբ խուսափում են այլ երկրների տարածքներով երթևեկելուց ու բեռնափոխադրում անելուց։ Հարցի կառավարման համար, եթե հանկարծ այդպես շարունակվի, չկարողանան ինչ-որ բանի հասնել, մենք էլ կստեղծենք խումբ լոգիստիկ եւ բեռնափոխադրումների, ինքներս կփորձենք դիմումների եւ այլ կերպ ինչ-որ մանրամասնելով թե իրավաբանների հետ, կփորձենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև կարծում եմ մեզ մոտ էլ կհաջողվի ինչ-որ բան այնտեղ փոխել։ Մեր շուրջը գտնվող լոգիստիկ ընկերությունները հիմնականում աշխատում են ռուսաստանյան խոշոր բիզնեսմեններ ընկերությունների հետ, արտահանող ու ներմուծող։ Մենք այդ ընկերություններին կարող ենք կանգնեցնել փաստի առաջ, կոնկրետ մեր ընկերությունները, մենք ու մեր նման ընկերությունները սպասարկում են ոչ միայն Հայաստանի տարածքը, այլ նաև Վրաստանը եւ այլն։ Այսինքն մենք արդեն իսկ սկսել ենք իրենց ասել, որ մենք գտնվում ենք կոնկրետ խնդիրների առաջ ու որպես մեզ օգնող ուժ իրենք էլ պիտի հանդես գան։ Այսինքն մենք մեր ուժերով ենք արդեն փորձում ինչ որ կերպ նաև ազդել հենց Ռուսաստանում տարածքում գտնվող մեր գործընկերների միջոցով կառավարությանը թեկուզ կոմպետենտ անձանց որ կարողանան կարգավորել այս հարցը։ Հասկացա։ Ես մեր զրույցից հասկացա, որ վարորդները այս պահին լուռ են, լոգիստիկ ընկերությունները նույնպես սպասում են
ԵԱՏՄ նիստին, ամսի 24-ի նիստի արդյունքներին։ Կարող ենք ասել, որ սա լռություն է մեծ փոթորկից առաջ։ Այսինքն, եթե հարցը չկարգավորվի, ինչ են պատրաստվում անել վարորդները, դուք։ Միակ բանը, որ կարող են վարորդները անել երկրի ներսում, միակ նորից էլի ինչ որ շատ գլխավոր կարևոր ճանապարհներ փակելն է։ Դա միայն մեզ չի վերաբերում, ես ձեզ կարող եմ ասել, որ մեր գործընկեր երկրները, Վրաստանը, օրինակ եւ այլն, մնացածը ում դեռ օրինակ Ուզբեկստանին էլ դեռ չեն ազատել այդ պատժամիջոցներից, այնտեղ այլ խնդիրներ էին առաջացել, այդ երկրները իրենք էլ միանում են մեր նախաձեռնությանը, մենք իրենց հետ էլ կապ հաստատեցինք, իրենք դեռ սպասում են 24-ին։ Դրա համար այս պահին ես ուզում եմ ոչ թե մենք համաձայնվենք այն 180 օրվա հետ, որը մեզ տրվում է, այլ կոնկրետ պահանջենք այդ օրենքի սահմանված կետերի կիրառում։ Ինչն իրենից ենթադրում է, որ բեռնափոխադրողը, վարորդը չի պիտի ունենա սահմանափակում երկիր մուտք եւ ելք գործելու, որովհետեւ դա կոչվում է գործուղում։ Հիմա Ղազախստանը այդ խնդիրը չունի։ Ղազախստանին տրվել է 180 օր էլի։ Իրենք համաձայնվել են դրա հետ, որովհետև Ղազախստանում ճանապարհը փակվում է մի դեպքում, երբ որ եղանակային պայմաններն են վատը։ Հայաստանում ճանապարհը փակվում է ցանկացած քաղաքական եւ սեզոնային առումներով։ Եթե ամփոփենք զրույցը, մեր տնտեսական կախվածության, լոգիստիկ համակարգի եւ պետության բանակցային կարողությունների մասին ինչ հետեւություններ կարող ենք անել։ Պետությունը առհասարակ, եթե համախմբված չի աշխատում բիզնեսի հետ, դա արդեն իսկ տանելու է ինչ-որ խնդիրների։ Այսինքն պետությունը պետք է նախ լսի լոգիստիկ ընկերությունների, բեռնափոխադրողների առջև ծառացած խնդիրները ու մեր միջոցով թեկուզ փորձի այդ խնդիրները լուծել այն պետությունների հետ, որոնց պատճառով կամ որոնց օգնությամբ կամ որոնց ճնշմամբ հայտնվել ենք այս խնդրի առաջ։ Պետությունը մեր խնդիրները դեռ չգիտի։ Պետական կառավարման համակարգում մարդիկ ծանոթ չեն բեռնափոխադրման եւ լոգիստիկայում առաջացած ոչ մի խնդրի։ Մենք մինչ այսօր բավականին երկար ժամանակ ենք աշխատում ոլորտում եւ մեր կազմակերպությունը եւ այն մարդիկ, ովքեր որ հայտնկային հրապարակում էին, մինչ այս մենք օրինակ ունենք տրանսպորտի նախարարություն, ունենք ասոցիացիա եւ ընկերությունների խմբեր, որոնք օրինակ ձևավորում էին հարցը, փոխանցում էին ասոցիացիային, ասոցիացիայի միջոցով լուծվում էր նախարարության մակարդակով, արդեն իսկ լուծվում էր հարցը։ Այդ ընթացքում, երբ որ ինչ-որ խնդիր էր առաջանում, այդ խնդիրը լուծվում էր իրոք բարձր արդեն կառավարության հովանու ներքո։ Այս պահին մենք ոչ ունենք ինչ-որ ասոցիացիա, որին կարելի է դիմել ու այդ ասոցիացիայի անդամները կոմպետենտ լինեն հարցի լուծմանը, ոչ ունենք ինչ-որ խումբ ձևավորած թեկուզ որևէ նախարարության հետ, որոնք որ վերհանեն հարցերը ու կլուծվեն այդ հարցերը, կլսվեն այդ հարցերը։ Դրա համար հիմա մենք իրոք կանգնել ենք մի հարցի առաջ, որ մենք չգիտենք ում դիմել, չգիտենք ումից պահանջել, ումից ստանալ։ Շատ են ասում, գնացեք Ռուսաստանից պահանջեք, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց պահանջներ ներկայացրեք, բայց եթե ես օրինակ մուծում եմ հարկեր Հայաստանի Հանրապետությանը, ես ինչի պետքա ինչ-որ ուրիշ կառավարությունից ինչ-որ պահանջներ ներկայացնեմ։ Բնականաբար լոգիկայով ավելի ճիշտ է պահանջել եմ պետությունից, որպես Հայաստանի քաղաքացի եւ ոչ միայն քաղաքացի, այլ նաև հարկ վճարող, որովհետև մեզ մոտ շատ բաց է այդ վիճակը, հարկ վճարում ենք մեկին, պահանջում ենք այն մյուսից, չի կարելի այդպես։ Մի բան էլ ասեմ, Հայաստանի խնդիրները չեն սահմանափակվում միայն Վերին Լարսի անցակետի խնդիրներով, որոնք հիմա առաջացել են։ Մենք այս խնդիրները ունենք նաև մեր հարևան պետության հետ, որոնք որ էլի կանգնած են այս խնդրի առաջ Վրաստանի հետ։ Մենք երկար ժամանակվա արտահանման խնդիր ունենք, որպես այդպիսին դեռ չի էլ բարձրաձայնվել ինձ թվում այս խնդիրները շատ մեծ բարձրաձայնում այդ խնդիրները։ Մենք շատ երկար ժամանակ ասում ենք, ազդակներն ուղարկում ենք, մեզ ասում են, որ գնում են քննարկումները, սկսեցին այս հարցերը այն ժամանակ բարձրացվելու մեծ արդեն թափով, այն ընթացքում, երբ որ բոլոր կոնյակով, հայկական կոնյակը սկսեցին ուղարկել Վրաստան փորձաքննություն անցկացնելու համար, մենք սկսեցինք այդ հարցերը բարձրացնել, այդ հարցերի մասին խոսել, դիմումներ ներկայացրեցինք, մեզ ասեցին զբաղվում ենք այդ հարցով։
Հետո երբ որ պահանջեցինք, որ պատասխանեն մեր հարցին, ասեցին, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի գալիս փոխզիջման ու չի գալիս հանդիպման։ Մեր խնդիրները Վրաստանից սկսած մինչև, այսինքն Բեռնուից մինչև դատարկում, ապրանքը ստեղծումից մինչև արդեն վաճառք խնդիրներով են հասնում տեղ։ Այդ խնդիրները մինչև հիմա փորձել ենք լուծել ենք, բայց այս կոնկրետ այն խնդիրը, որը կապված է երկրի հետ, չենք կարող։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք հայ բեռնափոխադրողների առջև ծառացած մարտահրավերների մասին, զրուցում էինք բեռնափոխադրումների մասնագետ տրանսպորտային համակարգման պատասխանատու Ռոզաննա Մղտեսյանի հետ։ Ցտեսություն։